Բեմի փայլը նկատեցիք? Սովորական չէ, աստղային փայլ է։ Քանի որ բեմում ջազի աստղային շունչն է Էլեն Ստեպտեր, Ջոն Բրիտ, Լուսի Վան Թեյլոր, Կարլ Վինսենտ, Դոն Լիթլթոն և վերջապես Գարի Քյոսայան, որ արդեն 60 տարի ջազի միջոցով է խոսում հայրենիքի, գեղեցիկի ու սիրո մասին։ Աշխարհն ասում է Քյոսայանի երաժշտությունը մարդու խղճի ձայնն է, պատերազմների ու ցեղասպանությունների դեմ գեղեցկության և հոգևոր արժեքների կարևորմամբ։ Թույլ ներկայացնել իմ հմայ թողեցումում թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի, մայեստրո Գարի Քյոսայանի Բալասահակյանին։ Սիրելի կնոջ աստղ ընկերների օգնությամբ լեգենդար Քյոսայանն այս անգամ բեմից խաղաղության կարևորության մասին է ասում։ Ջազը խաղաղության համար կոմպոզիտորի 60-ամյա ստեղծագործական ճանապարհ համերգի խորագիրն է։ Չէր լինի այս համերգը, եթե չլինեին վաղուց ընկեր դարձած աջակիցները։ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Գեոպրոմայնինգ ընկերությունները։ 20 տարի առաջ սկսվեց մեր ընկերությունը Գարի Քյոսայանի հետ, երևի էլի ինչ-որ համերգի կազմակերպչական հովանավորության առիթով, բայց հետո այդ գործընկերական հարաբերությունները վերածվեցին մեծ ընկերական և բարեկամական հարաբերությունների և մենք հաճախում ենք իր բոլոր համերգներին, տեղյակ ենք իր ստեղծագործական բոլոր հաջողություններին և երևի հանդիսանում ենք իրեն ամենակարկառուն հանդիսատեսը, առաջնահերթ հանդիսատեսը, հետո նոր աջակիցը։ Շարունակական է լինելու Նեոմետալս Քյոսայան լավ բարեկամության վերածված համագործակցությունը։ Ունենք շատ հեռանկարային պլաններ, ուզում ենք, որպեսզի մայեստրոն անի փորձի փոխանակում և հանդես կա ջամփ-սեյշններով մեր ավելի երիտասարդական ջազ օրկեստրների հետ։ Վերջերս առաջարկեցի իրեն ջամփ-սեյշն համերգ ունենա Արցախի ջազի օրկեստրի հետ։ Ռուզաննա Գրիգորյանը վստահ է, Քյոսայանի հետ համագործակցությունը նոր ոգի կտա արցախյան ջազին։ Ի վերջո, Գարի Քյոսայանը այն արտիստն է, որը հայկականը լավագույն ջազով ներկայացնում է աշխարհին։ Աշխարհի լավագույն ջազը բերում Հայաստան։ Քյոսայանական ջազը ֆիլմերի, ներկայացումների, ձայնասկավառակների ավելի քան 200 ստեղծագործության տեսք ունի, որ աշխարհի ամենահայտնի բեմերի բրավոներին է արժանացել, բայց կոմպոզիտորի համար թիվ 1-ը հայրենիքի հանդիսատեսն է։ Միացյալ Նահանգներում նա բավականին հանրահայտ և պոպուլյար ջազմեն էր, նա թողել է իր կարիերան, որտև իր հայրենիքը կանչել է իրեն այստեղ և նա մեծ հեռանկարներ է կապել իր հայրենիքի հետ։ Արփուս Քեսյան, Տիգրան Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։